Ողջույն սիրելիներ, բարի գալուստ իմ զարդերի աշխարհ։ Այսօր մենք կնայենք մի քանի զարդեր իմ հավաքածուից, ինչպես նաև կուղարկենք իմ պատվերը։ Ահա այն այս գեղեցկուհին վաճառվել է այս բրոշը, ինչպես տեսնում եք, ունի արծաթագույն արծաթափայլ երանգ, մարգազիտկաների իմիտացիա, արտ դեկո ժանրին պատկանող դիզայն։ Բրոշը պատկանում է Evan ընկերությանը։ Եվ դուք գիտեք, թե ես որքան եմ սիրում արտ դեկո ժանրը։ Արտ դեկոն ու ռետրո ժանրը իմ ամենասիրելի ժամանակաշրջաններն են զարդագործության եւ արվեստի բնագավառում։ Եվ այս բրոշը նույնպես իմ սիրելի բրոշներից է, լոկանիկ, ոչ պարտադրողական, սազում է ցանկացած տեսակի ոճի հագուստի հետ, արտիական է ոչ միայն կանանց համար, այլ նաև տղամարդկանց, բրոշ բոլոր ժամանակների համար։ Եվ այս բրոշը հիմա միասին կփաթեթավորենք ու կուղարկենք։ Վերջերս ես ձեռք եմ բերել մեկ այլ Evan ընկերությանը պատկանող բրոշ, որը նույնպես շատ էլեգանտ է եւ լոկանիկ, օգտագործված է արծաթագույն եւ ոսկեգույն մետաղներ։ Ահա այս բրոշը ունի երկու կարկաս, կարծես երկու մասից բաղկացած լինի։ Այս հատվածում Evan գրված է բրենդը, դաջված է ավելի ճիշտ։ Եվ այս մյուս բրոշը սպասում է իր նոր տիրոջը, իսկ սա արդեն գնել են, երկուսն էլ Evan ընկերությանն են պատկանում, երկուսն էլ հիասքանչ եւ անզուգական կատարումներ։ Ցույց տամ եւս երկու բրուտալ բրոշներ, իմիջիայլոց այս ոճի սիրահարները երիտասարդներն են, տղա, աղջիկ, կապ չունի։ Տղաները նույնպես կրում են բրոշներ, այժմ շատ ակտուալ է ու նորաձև։ Այս մեկը կարծես ձիթենու ճյուղ լինի, իսկ այս մյուսը շոտլանդական մոտիվներով, կապույտ վառ գույնի էլեմենտներով, նույնը նաև այս բրոշը ունի նույն կապույտ էլեմենտներից, շատ վառ, աչքի ընկնող, ոչ մեկ անտարբեր չի կարող անցնել նմանատիպ բրոշների կողքով։ Ահա ներսի հատվածը, արծաթագույն բրոշներ են, ինքնատիպ, յուրօրինակ եւ նման են մետաղի գույնով, էլեմենտներով, կապույտ գույնի։ Ահա այս 3 բրոշները սիրելիներ սպասում են իրենց նոր տերերին, այս 3-ը։ Իսկ այս մյուսը հիմա ես կփաթեթավորեմ ու կուղարկեմ։ Ահա այսպես տեղադրենք պղպջակավոր ծրարի մեջ եմ տեղադրում, արդեն փակցրել եմ հասցեն։ Ահա եւ վերջ։ Փաթեթը պատրաստ է։ Իսկ այս 3 բրոշները ես կխնդրեի համարակալեիք առաջի, երկրորդ, երրորդ տեղերը, ինչպես դուք կգնահատեիք։ Հետաքրքիր է իմանալ բոլորիդ կարծիքը, ինձ համար իհարկե առաջի տեղում Evan բանտն է, երկրորդ տեղում այս շոտլանդական բրոշը եւ երրորդ տեղում ձիթենու ճյուղը։ Չնայած այս երկուսը իրար հավասար են իմ համար, բայց իհարկե համարակալեցի սկզբունքորեն առաջի, երկրորդ, երրորդ տեղերը տալով։ Մեկնաբանություններում թողեք նաեւ ձեր համարակալումը, հետաքրքիր է իմանալ։ Ահա պատրաստ են իմ բոլոր փաթեթները, այս ամենը ես կուղարկեմ, բայց մինչ այդ ուզում եմ ձեզ ցույց տալ նաև մի քանի բրոշներ, որոնք ենթակա են վաճառքի, եթե ձեզ հետաքրքրեց, կարող եք գնել դրանցից որևիցե մեկը, կամ մի քանիսը, ինչու ոչ։ Ահա այս գեղեցկուհին, կարալային կենտրոնական էլեմենտով, բրոնզագույն մետաղով, սա էլ ներսի հատվածը, ինչպես տեսնում եք փականից, բրոշը անտիկ է։ Վառ գույնային լուծումներով, բրոնզագույնը շատ գեղեցիկ է այս ալ կարմիր գույնի հետ, ինձ շատ դուր է գալիս այս բրոշը։ Ահա թիվ առաջին բրոշը։ Երկրորդը ունի կվարցային գլխավոր էլեմենտ, վարդագույն կվարց, օրնամենտը կողքերի, ինչպես տեսնում եք, մարգարտե եւ ոսկե ժանյակային լուծումներով։ Ներսի հատվածը նույնպես գեղեցիկ է այս բրոշի, խորը վինտաժային բրոշ է։ Հիմա շատ ակտուալ է վինտաժային թեման, թե զարդերի, թե հագուստի եւ առհասարակ կյանքում։ Եվրոպայում շատ է գնահատվում վինտաժը, որովհետեւ այն ժամանակ ուրիշ է եղել որակը, պահանջարկը, տվյալ իրերի նկատմամբ սպառողների միության եւ այլն։ Ահա երրորդ բրոշը ցիտրինային գլխավոր էլեմենտով, շատ գեղեցիկ կարկասով, ունի նաեւ ցիտրինային գույնի կրիստալներ, շատ գեղեցիկ բրոշ է, կարծես մի կաթիլ մեղր լինի, ինձ շատ դուր է գալիս այս բրոշը։ Առհասարակ ես ցիտրին քարի մեծ սիրահար եմ, արևաշխող բոլոր երանգները կան այս քարի մեջ, շատ եմ սիրում դրա համար ցիտրին։
եւ այս բրոշը իմ ֆավորիտն է։ Նույնպես խորը վինտաժային բրոշ է, 1950-ականներ այս բոլոր բրոշները պատկանում են այդ էպոխային։ Փիրուզագույն այս գեղեցկուհին գլխավոր էլեմենտը պեկինյան ապակի է, ինչպես տեսնում եք, ժանյակային կարկաս ունի, ծաղիկների մոտիվներով, շատ գեղեցիկ բրոշ է, ինձ շատ դուր է գալիս, շատ համեստ լուծումներով, բայց նաև շատ գեղեցիկ աչքի ընկնող փիրուզագույն փիրուզաչյա այս գեղեցկուհին, ահա փականը, նույնպես պատկանում է 1950-ականներին այս բրոշը, շատ եմ սիրում ես այդ էպոխան, 50-ականներից 60-ականներ, ընդհանուր առմամբ, ասեմ ձեզ, 1920-ականներից ընկած մինչև 1960-ականները ընկած ժամանակահատվածը իմ ամենասիրելի էպոխան է զարդագործության մեջ, սկսած արտ դեկոից վերջացրած ռետրո ոճով։ Իմիջիայլոց ռետրոն մինչև 1970-ականներն է ձգվել, դե 80-ականներից 90-ականներ դեպի ավելի ուրիշ ոճ է, դա ավելի աչքի ընկնող, ոսկեգույն, դիորական, խոշոր չափսերի բրոշներ են, դա այլ պատմություն է, բայց կոնկրետ այս էպոխայի վինտաժը, 50-ականների վինտաժը շատ որակյալ է, շատ բարձր որակ ունի, յուրաքանչյուր զարդ, որովհետև այն ժամանակ մրցակցությունը ոչ թե քանակի վրա էր, այլ որակի, այդպես կարող եմ ասել։ Սա թվով 4-րդ գեղեցկուհին է, ունեմ այստեղ, անդրադառնանք հաջորդին, ևս նմանատիպ մի փիրուզագույն գեղեցկուհի, դարձյալ պեկինյան ապակուց էլեմենտներով, արծաթագույն մետաղով, մոտիվները նույնն է կարծես նախորդ բրոշի նման, կատարումը նույնպես, բայց սա ունի ավելի նշաձև դիզայն, նա օվալաձև է։ Ահա բրոշի ներսի հատվածը, բոլոր փականները ամուր, ձիգ կոչկվում են, արձակվելու և կորելու ոչ մի շանս չունեն այս բրոշները, դարձյալ խոսում է այստեղ որակը, ոչ միայն մետաղի, այլ նաև կառուցվածքի առումով։ Սա թվով 5-րդ բրոշն էր, անդրադառնամ 6-րդ բրոշին, նույնպես փիրուզագույն գեղեցկուհի է, կենտրոնական էլեմենտը փիրուզագույն, մետաղը արծաթագույն, ահա ներսի հատվածը, դարձյալ 1950-ականներ, և սա թվով 6-րդ բրոշն է։ Եվ թվով 7-րորդը այս կանաչաչյա գեղեցկուհին է, բոռոկական մոտիվներով, բնական քարով, իշխանական բրոշ, բրոշ գեղցագինյա, նայեք ինչքան գեղեցիկ վարդեր կան կարկասի վրա, որը եզրագծում է գեղեցիկ կանաչ քարը, էլեմենտը կենտրոնական, սա էլ ներսի հատվածը բրոշի, ահա եզրափակում եմ այս գեղեցկուհի կանաչաչյա բրոշով, իմ բրոշների այսօրվա դեֆիլեն, սա էլ 7-րդ բրոշն էր, կարող եք ընտրել նրանցից յուրաքանչյուրը, իսկ եթե դուք էսթետիկայի սիրահար եք, գրանցվեք, մի հապաղեք, իմ ալիքում կտեսնեք շատ գեղեցիկ զարդեր և էսթետիկորեն հաճույք կստանաք։ Կհանդիպենք շատ շուտով, մինչ նոր հանդիպում սիրելիներ, մնացեք ինձ հետ, հետաքրքիրը դեռևս առջևում է, ցտեսություն։ Պատվերներն ես ուզում բացես, Կուպիկ։ Դե բացի պատվերները, արի բացենք, տեսնենք ինչ կա, արի։ Բացի, տեսնենք ինչ կա, ինչ ենք ստացել, բացի։